մենք առնվազն տեսել ենք ավելի դաժան իրավիճակում եւ ավելի դաժան հոգեբանական եւ զգացմունքային վիճակում 21 թվականի ընտրություններ եւ տեսել ենք, որ քաղաքացին ինչքան էլ որ ծանր իրավիճակում լինի, գնացել եւ ընտրել է իր անկախությունը, իր ինքնաշխանությունը եւ ընտրել է խաղաղությունը։ Այս իշխանությունը մաքարելով, տառապելով, պայքարելով 5 տարի այս ցնցումների ենթարկվելով ներքաղաքական, արտաքին քաղաքական, մենք շատ ենք շուտ մոռանում ամեն ինչ, էլի 25 թվականի հունվարին 1 տարի առաջ ամբողջ հասարակությունը խոսում էր երբ է հարձակում լինելու, ապրիլին թե մայիսին։ Մեր ամբիոնից անընդհատ գուժում էին, որ հեսա հարձակվելու են, հեսա տալու են, Սյունիքը տալու են։ Մենք 1 տարի հետո ունենք ոչ միայն խաղաղության նախաստորագրված պայմանագիր, այլ նաև TRIP, որը մեր երկրի զարգացման լավագույն գրավականն է, մենք ունենալու ենք բաց սահմաններ, մենք ունենալու ենք բաց թոքերով Հայաստան, մենք ունենալու ենք զարգացող պետություն։ Ես չեմ կարծում, որ այս ամենը հնարավոր է չտեսնել եւ լսել լոզունգներ։ Քաղաքացին տեսնում է, որ ամեն օր դուրս է գալիս փողոց, իր դիմացի փողոցը, որը 40 տարի չէր սարքվել է, մանկապարտեզը, որ իր երեխան ամոթով էր տանում եւ զուգարան չէր կարողանում օրինակ երեխան գնալ, այդ մանկապարտեզը վերակառուցված է այնպեսին, ինչպեսին եվրոպական ստանդարտներով մանկապարտեզներն են լինում, չի կարող չտեսնել գյուղերում, որտեղ 50 երեխա կա դպրոցների կառուցումը, որ երբևիցե չի եղել անկախ պետության շրջանում, այս ծավալի շինարարություն, այս ծավալի աշխատանքներ, թոշակառուների հետ կապված, երբ հիշում ենք 2018 թվականին, թոշակը 16000 դրամ էր, հիմա միջին թոշակը 35000-ից բարձր է։